Գիտեք, աշխարհում ընդունված մարդկանց, երբ որ ասում են, «Սի լավ մարդ է», ընդունված է շուտ չափանիշներ օգտագործել կիրառել լավ բառի վրա։ Հիմա երբ որ մեկին ասում են, «Սի լավ տղա է», ովքեր որ հանցագործ կյանքի մեջ են ապրում, իրանք պատկերացնում են, որ «Սի լավ տղա է»։ Իրանք այտենց են լսում այդ բառը, լավ տղա է։ Ովքեր որ տարբերում են չարը բարիից ու ավելի խղճով են, ավելի բարի են, որ ասում են, «Էսի բարի մարդ է», ինքը պատկերացնում է, որ լավություններ է անում մարդկանց, չարություններ չի անում։ Մի խոսքով գիտեք, տարբեր հասկացողություններ կա լավի, լավ բառի։ Գիտեք, Աստված էլ է տարբերում լավը վատից, չարը բարիից կամ արդարությունից, եւ Աստծո չափանիշներով լավը մի քիչ ուրիշ կատեգորիայի մարդ է։ Դրա համար այս աշխարհը ասում է, ես կփրկվեմ, որովհետև ես վատություն չեմ արել, ես կփրկվեմ, որովհետև ես բարություն եմ արել, ոչ մեկի տունը չեմ քանդել, ոչ մեկին չգիտեմ ինչ այնտեղ ընտանիքը չեմ քանդել, ես կփրկվեմ, որովհետև Աստված ինձ սիրում է։ Իրա պատկերացմամբ լավը է դա։ Բայց Աստված իր չափանիշներ ունի, եւ ես խորհուրդ եմ տալիս բոլորին, ոչ թե քո չափանիշներով չափես լավն ու վատը, բարին, արդարությունը, այլ տեսնես Աստված ոնց է չափում եւ դու էլ մտնես այդ չափանիշի մեջ։ Ամեն։ Եվ ինչ է նշանակում Աստծո երեխա։ Աստծո երեխան նա է, որ սովորում է Աստծուց զանազանի ինչ որ բաներ Աստծո սովորեցնելով։ Ատո էս Աստծո չափանիշներով։ Եվ ես մեմ կարդա Մատթեոս ավետարանի 13-րդ գլուխը 47-ից 49-րդ խոսքը, որպես սկիզբ։ Իսուս ասես դարձյալ նման է երկնքի արքայությունը ծովը գծած ուրկանի, որ ամեն տեսակից ժողովում է կամ հավաքում է։ Եվ երբ որ լցվեց, ցամաքը հանեցին, ու նստեցին լավերը ժողովեցին ամանների մեջ, եւ ամպետները դուրս գցեցին։ Այսպես կլինի աշխարհի վերջում, հրեշտակները դուրս կգան եւ կառանձնացնեն կամ կջոկեն չարերին արդարների միջից։ Երբ որ այս առակը դու կարդում ես կամ լսում ես, միանգամից ուշադրություն ես դարձնում, այսպես կլինի աշխարհի վերջը, հրեշտակները նույն ձևի կառանձնացնեն։ Եվ քո ամբողջ հայացքը ինքը սևեռված է աշխարհի վերջի վրա, որ Տերը գալու է, հրեշտակները գալու են եւ առանձնացնելու է վատը լավից։ Այստեղ հետաքրքիր բառ կա, գրված է նստեցին եւ լավերը ժողովեցին ամանների մեջ։ Լավերը։ Այնտեղ մամուր չէր, խոտ չէր, որ հանեցին, շպրտեցին, իսկ ձկները առանձնացրեցին։ Այնտեղ կար լավ եւ վատ։ Դու կարողանում ես տարբերես լավ ձուկը վատ ձկից։ Գիտեք, շատերը չեն կարողանում տարբերել։ Ռեալ եմ ասում։ Երբ որ գնում ես ձուկ առնելու, դու իրան ասում ես մի հատ լավ ձուկ տուր, էլի։ Ինքը տալիս է, բայց մարդկաս էս կանգնած այդ ակվարիումի դեմը ես նայում, այսպես ձկներին նայում, ասում այս սրան տուր ինձ։ Ոնց է տարբերում, որ դա լավ ձուկ է։ Եվ հետաքրքիրն է, որ Հիսուս ասում է, որ երկնքի արքայությունն է նման այդ ուրկանի, երկնքի արքայությունը։ Լսեք, սա մենակ չի վերաբերում աշխարհի վերջին, որովհետև Հիսուսն ասում է, այդպես կլինի աշխարհի վերջում, բայց մինչև աշխարհի վերջը գալը, այս երկրի վրա են ուրկան այդ օրինակը երկրի վրա է։ Հիսուսը ասաց, որ երկնքի արքայությունը ձեր մեջ է։ Եթե դու հիշում ես, ու ասած, մի փնտրեք երկնքի արքայությունը եւ չեն ասի, «Ստեղ է կամ ընդեղ է», երկնքի արքայությունը ձեր մեջ է։ Այսինքն մեր մեջ նույնը տեղի է ունենում, որ մեր մեջ ուրկան է ուզում Տերը գցի, եւ այդ ուրկանի մեջից, երբ որ ամեն ինչը հանում է, գիտեք, եւ Տերը տեսնում է մեր սիրտը, մեր այդ ինչ որ մեր ներսը կա, Տերը տեսնում է, եւ Տերը ուզում է առանձնացնի լավը քո ներսում վատից։ Տեր ուզում է քո սիրտը թլպատի։ Ֆիզիկական թլպատությունը Աստված ասել է Աբրահամին, քո բոլոր զավակներին թլպատես, դա ռուսերեն կոչվում է «крайняя плоть»։ Այդտեղ թլպատում են երեխաները, որ փոքր ժամանակվանից, դա խորհուրդ ուներ։ Թլպատում էին մարմնի ավելցուկը, բայց ինքը խորհուրդ ուներ եւ Աստծո խոսքում գրված է սրտի թլպատության մասին։ Տերը ուզում է ինչ որ մի բան քո կյանքից շպրտի դուրս, եւ ինչ որ մի բան թողնի, լավ բանը թողնի,
վատ բանը շպրտի եւ իրա լավը բերի քո կյանքի մեջ։ Ամեն։ Եվ գիտեք, ես ուշադրություն դարձեցի, որ գրված է, երբ որ լցվեց, то есть ուրկանը ցամաքը հանեցին ու նստեցին։ Ինչի՞ է գրած նստեցին։ Գիտեք, սրտի թլպատությունը ոտի վրա չի լինում։ Այնց արագի մեջ չի լինում։ Դու հանգիստ լինես, հանգիստ նստես եւ թույլ տաս, որ քո սիրտը Տերը թլպատի։ Հիմա դուք ասես, դա ի՞նչ է նշանակում։ Սրտի թլպատություն նշանակում է ամեն վատ բաները, ատելություն, նախանձ, բարկություն, ամեն այդ տեսակի բաները սրտի մեջից Տերը ուզում է շպրտի, կտրի ու գցի։ Դուք ասես, դա ինչի համար է պետք, որ հաճելի լինեմ Տիրոջը, որ ինձ լավ լինի, ճիշտ է, բայց գիտեք, Աստծո մոտ յուրահատուկ տեղ են գրավում այն մարդիկ, ովքեր թույլ են տալիս իրենց սիրտը թլպատվի։ Ես ձեզ մի գաղտնիք ասեմ, փոքր ժամանակ էին տանում երեխեքին թլպատելու, որովհետև հələ ներվերը չի զարգացած։ Եվ երեխեն մի փուճուրիկ ցավ ազգում, բայց երբ որ մարդը մեծանում է ու իրան թլպատում են, օրերով, մենք 5 տականից գիտենք, որ օրերով մարդը այդ վերքը բուժվում է եւ շատ ցավալի է այդ ամեն ինչը։ Ես քեզ մի բան ասեմ, ինչքան շուտ որոշես, որ Տերը քո սիրտը թլպատի, այդքան լավ քո համար։ Ինչքան մարդը երկար է լինում եկեղեցում, հավատքի մեջ, ու հետո ուզում է սիրտը թլպատի, այդքան դժվար է, այդքան ցավոտ է, բայց այսօր Տերը ուզում է թլպատի իմ ու քո սիրտը։ Ինչի համար։ Ես հիմա կարդամ երկրորդ օրինացի 36-րդ խոսքը։ Քո Տեր Աստվածը կթլպատի քո սիրտը եւ քո որդկան սիրտը, որ բոլոր սրտովդ ու բոլոր հոգովդ քո Տեր Աստծուն սիրես, որ ապրես։